մի քանի օրինակներ եմ առանձնացրել իմ մոտ աստվածային քննության, Աստծո հերոսներից, աստվածաշնչյան, ովքեր տարբեր իրավիճակներում հայտնվեցին ու այդ քննությունը հանձնեցին։ Առաջի տեղում ես առանձնացրել եմ Հովսեփին, սեր, որ քննվեց դավաճանությամբ։ Ինչ արեցին Հովսեփի եղբայրները Հովսեփի հանդեպ։ Երբ որ գնաց, տեսիլքը պատմեց, չէ՞, ինքը երազ էր տեսել, տեսիլք ուներ Աստծուց, չէ՞, որ ինքը պիտի այդ 12 որաները եկան իր որայի առաջ խոնարհվեցին, իր խուրձի առաջ խոնարհվեցին։ Ինքը գնաց միամտված իր երազը պատմեց ու այդտեղից բաներ փոխվեցին։ Ինչ եղավ, եղբայրները նախանձեցին իրան։ Նախանձ, պարզ։ Ու դրա պատճառով ինչ ոնց վարվեցին Հովսեփի հետ։ Հովսեփն էլ գեղեցիկ մի հատ sense պատմուճան էր պապան կարը իր համար Հակոբը, ինքն էլ շատ սիրուն sense կրում էր այդ պատմուճանը, լավ էլի sense պապայի սիրած տղեն է էլի։ Պապան իր համար հագուստա կարը գեղեցիկ, սաղից տարբեր է ինքը սերն է վայելում պապայի, ու մեկ էլ այդտեղ խնդրեմ առաջացավ։ Աղբերները սկսեցին նախանձել։ Ու հարմար առիթը բաց թողի, որ ինչ անեն, Հովսեփի հարցերը լուծեն, գցեցին գուբը, հետո էլ իհարկե չսպանեցին, բայց իրաց սրտերում արդեն սպանել էին, հա, դա ֆիզիկականի չվերածվեց իհարկե, բայց վաճառեցին ստրկության, չէ, իսմայելացիներին տվեցին Հովսեփին 20 արծաթով, այո, 20 արծաթով։ Եվ Հովսեփը հայտնվեց որտեղ, բանտում սկզբում, բանտում եղավ, բայց Աստված շնորհ տվեց գրվածա, որ Աստված ում հետ էր, Հովսեփի հետ էր։ Այդ նեղության մեջ, այդ դժվարության մեջ ինքը շնորհ գտավ, պետապրեսի տանը, չէ, բանտապետի տանը շնորհ գտավ։ Ինքն էր կառավարում ամբողջ տունը, միջև որ խնդիրներ եղավ։ Բայց ուզում եմ, որ մեր հայացքը մի հատ իրավիճակի վրա դարձնենք, որ ես սկզբից եղբայրների համար ասեցի։ Դավաճանության խնդիրը, որ իրան դավաճանեցին եղբայրները։ Բայց ինչ արեց Հովսեփը, երբ որ եկավ արդեն հաստատ վարչապետության, ինչ արեց ինքը։ Եղբայրները սով էր, չէ՞։ Ամբողջ ազգը Հովսեփի ձեռքին էր նայում։ Ու եղբայրներն էլ իմանալով, որ Եգիպտոսում հաց կա, եկան, չէ՞, Քանանի երկրից եկան Եգիպտոս, որպեսզի հաց ունենան, սովից չմահանան։ Մի ժողովրդական լավ խոսք կա։ Ասում եմ մարդուն իշխանություն տուր, ինչ կանի, կճանաչես ինքը ով է։ Էսի ժողովրդական խոսք է, բայց շատ դիպուկ է ժողովուրդ։ Եվ իշխանությունը հիմա Հովսեփի ձեռքում է։ Եղբայրները եկել են իր դուռը։ Ինչ կարար աներ Հովսեփը, կարար հաշվի հարդար տեսներ, կարեր աղբերների հարցերը լուծեր, բայց ինքը ոնց վարվեց։ Ճիշտ հակառակ ձևի վարվեց։ Սիրեց, ներեց, կերակրեց, փրկեց։ Էսա այն սերը, որ Աստված ուզում է տենա մեր կյանքի մեջ։ Եթե քո հանդեպ անգամ դավաճանությամբ են վարվել։ Չգիտեմ, տարբեր իրավիճակներ կան, չգիտեմ, այդ դու գիտես եւ Աստված։ Ինչպես ես վարվում դու, ինչպես ես հակադարձում դու այդ վիճակներին։ Դու կարողանում ես քննություն հանձնել, ինքն էլ գերազանց սիրո քննություն, որպեսզի կարողանաս սիրել։ Գրված է, որ մեր Աստված մեզ սիրեց ու մինչև վերջը սիրեց մեզ։ Կարողանում ես մինչև վերջ սիրել, երբ որ անգամ դավաճանություն կա, ինչ-որ բաներ կան, մնա այդ սիրո մեջ, մնա Տիրոջ մեջ, խաչի կյանքը ապրիր, սիրելիս։ Երկրորդ հերոսը, որին ես առանձնացրել եմ որպես այդպես հերոս իմ համար, դա Դավիթ թագավորն է, սեր, որ քննվեց անարդարությամբ, Սավուղը ընկել էր Դավթի հետևից, չէ, ուզում էր սպանել Դավիթին։ Բայց ինչ արեց Դավիթը։ Երկու անգամ գոնե առիթ եղավ, որ ինքը կարող Սավուղի հարցերը լուծեր։ Իրա վրեժն առներ, չէ, ու դրանից վերջանար այդ տառապանքը, այդ ինչի մեջ որ ինքը կար։ Բայց ինքը ինչ ասեց, ես իմ ձեռքը Աստծո օծյալի վրա չեմ բարձրացնի։ Առիթը կարար հաստատ այդ հարցը լուծեր, բայց այդ ձև չվարվեց։
Ինչպես ես վերաբերվում նրան, ով քեզ վատություն է արել, բայց այսօր խոցելի եւ քո առաջ է։ Ու շատերը եթե Դավիթի տեղը լինեին, առիթը ձեռքից բաց չէին թողնի, կխոցեին, կխայտառակեին։ Բայց քանի որ Դավիթը չվարվեց այնպես, ինչպես որ իր հետ էին վարվում, Դավիթը ինչպիսի մարդ կոչվեց, Աստծո սիրելի։ Այսինքն մի հատ որակ կա Դավիթի մեջ, որ Աստծո սրտին շատ հաճելի է։ Երբ որ մեր զավակները մի լավ բան են անում, չէ՞, որ լավն ասում եք, էսի լրիվ պապայի տղեն է։ Բայց այո, ուզում ենք, որ բոլորս էլ այդ լավ բանի մեջ լինենք, այդ գերազանց սիրո քննություն հանձնողների մեջ լինենք, որպեսզի մեզ էլ, երբ որ գա պարագան ասեն, ես էլ պապայի սիրած տղեն է, սիրած աղջիկն է։ Երրորդ ազնվորությունը, որի մասին ես ուզում եմ խոսել, մի սամարացի մարդ է, որի անունը կոչում ենք բարի սամարացի։ Բարի սամարացի։ Ինչ արեց սամարացին այդ պատմության մեջ։ Գթած, չէ, գթություն, ողորմություն, կարեկցանք, կանգնեց, չէ, այդ գեղեցկվածի կողքը, մեկը, որ ընկել էր թալանչիների ձեռքը, չէ, իրանք կեղեքել էին, թալանել, ծեծել էին, ու տես կեղեքված ընկած էր ու սամարացին դիպվածով, որ երիքով էր գնում, այդ ճանապարհին տեսավ, մոտեցավ ու հոգ տարավ այդ ընկածի համար։ Եվ սա էլ գերազանց սիրո մի օրինակ է, որ ասում է կկանգնես, որ օգնես մեկին, եւ դա քո ժամանակը, հարմարությունը եւ ծախսը խլի։ Ինքը մենակ չկանգնես, չէ, կողքը ծախսել արեց, հիշում եք, չէ, որ տարավ Իջևանատուն, չէ, հոգ տարավ, ասեց այդ ինչ պետք է իրան կանեք, ու եթե վերադառնամ հանկարծ պակաս մի բան լինի, նորից մնացածն էլ կլրացնեմ։ Պատրաստ ես այսօր մեկի համար այդ ծախսը անես։ Չորրորդ օրինակը դա մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի օրինակն է, երբ որ Հովանու ավետարանում 13-րդ գլխում Հիսուսը լվացավ իր աշակերտների ոտքերը եւ այդ սեղանի շուրջ նստած էր նաեւ Հուդան, այդ 12 աշակերտների մեջ էր նաեւ Հուդան։ Այն Հուդան, որ այդ պահին պիտի նաև Տիրոջից հաղորդություն վերցներ ու մի ժամ կամ 2 ժամ, ես չգիտեմ, այնտեղ ժամը գնար եւ ինչ աներ, մատներ Հիսուսին։ Եթե գիտես, որ մեկը կարա քեզ վատություն անի, շարունակես ծառայել նրան Հիսուսի պես։ Ծառայություն մատուցել։ Ինչ արեց Հիսուսը։ Ծառայում էր թե չէ։ Գրվածա, որ կռացավ ոտքերները լված աշակերտների։ Ընդում նաև այո Հուդայի ոտքերը լված։ Այն ոտքերը, որ մի քանի ժամ հետո պիտի գնար ու իրան մատներ։ Ինքը այդ ոտքերը լված։ Կարող ես ծառայել մեկին, երբ արդեն գիտես, որ նա քեզ ցավ է պատճառելու։ Այո, այստեղ շատերի սերը ձախողվում է։ Ու մենք ասում ենք, եթե իմ դիմացինը փոխվի, ես էլ կսիրեմ իրան։ Մենք փոխված էինք, որ եկանք դեպի Տերը։ Ինչ ասես գնա փոխվի կգաս նոր կսիրեմ։ Թե ասեց ինչպիսին որ կաս հենց այդ ձևել քեզ կսիրեմ կընդունեմ։ Բայց
Քրիստոս մեզ սիրեց, երբ որ մենք դեռ արժանի չէինք։ Հինգերորդը, որ նորից առանձնացրել եմ իմ մոտ, դա Պետրոսն է։ Հովհաննես ավետարան 21-րդ գլխում 24-ում վերջում ասում է տղաները ամեն մեկը վերադարձել էր իր գործին 21-24, այո։ Սա իր աշակերտն է, չէ 24-րդ գլուխը սելներ, ոչ թե 21, այլ 24։ 21-րդ գլխի առաջի համարից։ Ուզում եմ այդ տեղը դնեք հիմա, ոչ թե 24 խոսք, հենց առաջի համարից։ Ես Հովհաննես ավետարան 21-րդ գլուխ առաջի համար։ Դրանից հետո Հիսուսը Տիբերիա լճի ափին դարձյալ հայտնեց իր աշակերտներին, հայտնվեց իրեն, անձը հայտնեց։ Սիմոն Պետրոսը, Թոմասը, Եկվորյա կոչվածը, Նաթանայելը, որ Գալիլեայի Կանայից քաղաքից էր, Կանա քաղաքից, Զեբեդեոսի որդիները եւ աշակերտներից եւս երկուսը միասին էին։ Սիմոն Պետրոսը ասաց նրանց. «Գնում եմ ձուկ որսալու»։ Նրան ասեցին. «Մենք էլ քեզ հետ գալիս ենք»։ Եվ նրանք ելան եւ նավը մտան, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ Ու երբ որ առավոտ էր, Հիսուսը ճամփին կանգնած էր, սակայն աշակերտները նրան չճանաչեցին։ Այժմ Հիսուսը ասաց նրանց. «Տղաներ, արդյոք ուտելու բան ունեք»։ Նրան պատասխանեցին. «Ոչ»։ Հիսուսի վերաբերմունքն է ուղղակի։ Երբ որ Հիսուս խաչի վրա էր, աշակերտ տղեկ ուր էին։ Խաչի տակ չէին, չէ, հաստատ։ Մենակ Հովհաննեսն էր Մարիամի հետ, որ գրված այդպես։ Բայց Հիսուսի հանդիպումը տղաների հետ։ Չի ասում ես ինչ գալատ արիք, ես ինչ արիք, ինձ մենակ թողիկ, չէ։ Ինչ անում։ Ասում է, տղեկ ուտելու բան ունեք։ Ուղղակի մեսի։ Եվ ասում է, իսկ նրանք ասեցին, իսկ նա ասեց նրանց, ուր կանը նավի աշկողը գցեք եւ կգտնեք, նրանք էլ գցեցին ու ձկների առատությունից չէին կարողանում այլևս դուրս քաշել։ Արտային աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, Պետրոսին ասեց. «Տերն է»։ Սիմոն Պետրոսն էլ հենց որ լսեց, որ Տերն է, հագուստն իր վրա գցեց, որովհետև մերկ էր ու ջրի մեջ նետվեց։ Իսկ մյուս աշակերտները ձկներով ուր կանը քաշելով նավակով եկան, քանի որ ցամաքից հեռու էին մոտ 200 կանգուն։ Եվ ցամաք ելան, տեսան վառված ածուխի մի կրակատեղ ու վրան ձուկ ու հաց դրված։ Եվ հետո զրույցը գնում է արդեն Պետրոսի հետ, եւ Տերը Պետրոսին ասում է. «Սիմոն Հովնանի որդի, սիրում ես ինձ»։ 3 անգամ է հարցնում Սիմոնին, որտեվ 3 անգամ ուրացավ, չէ, Տիրոջը։ Իջև ակաղաղի կանչելը գրված է, որ 3 անգամ ուրացավ Տիրոջը։ Ու նորից շանս է տալիս, որ Պետրոսը ինչ անի, տեսնի այն տեսիլքը, տեսնի այն կանչվածությունը, որի մեջ ինքը կանչված է։ Կանչված է սիրելու եւ այդ սիրով Աստծո զավակներին ծառայելու։ Ինչ ես անում, երբ որ քո եղբայրը ընկնում է։ Նրան նայում ես որպես մի վերջացած մարդ, թե օգնում ես, որ ինքը վերականգնվի։ Գերազանց սերը ոչ միայն չի հարվածում ընկածին, այլ ձեռք է մեկնում նրան բարձրացնելու համար։ Ինչ է նշանակում գերազանց սեր։ Մենք առաջի Կորինթացիներ 13-րդ գլխից նորից խոսեցինք, որովհետև առաջի Կորինթացիներ 13-ը մեզ ցույց է տալիս, որ սերը պարզապես գեղեցիկ զգացում չէ, այլ բնավորության կրակով մաքրված ինչ է որակ։ Բնավորության
կրակով մաքրված որակ։ Այն համբերում է, չի նախատում, իրենը չի փնտրում, ջուրագրգիռ չէ, չարը չի մտածում։ Եվ սիրո պոեզիա չէ միայն, սա սիրո քննական թերթիկ է։ Չէ՞ մենք որ գնում ենք քննության, մեզ քննական թերթիկներ են տալի, որ պիտի լրացնենք քննությունը անցնենք։ Եվ կարծես առաջին Կորինթացիներ 13-ը հենց այդ քննաթերթիկն է, որը մենք պիտի կարդանք եւ փորձենք քննություն հանձնել։ Սա սիրո իսկապես քննական թերթիկ է մի։ Եթե կարդանք այս գլուխը, ազնվորեն կտեսնենք, որ այստեղ ոչ թե ուրիշների մասին է գրված, այլ ում մասին, մեր մասին։ Սա հայելի է, այո, ես նորից ասեցի, եւ ոչ թե հեռադիտակ։